Նոր օրենք է ընդունելու ուժեղ Հայաստան դաշինքը ընտրվելու դեպքում, այն կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրենք։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով այդ օրենքի նպատակը ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու Փաշինյան-Ալիև զույգի հրեշավոր ծրագիրը կանգնեցնելն է։ Որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք։ Այդ օրենքով Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձանց կարգելվի տուն կամ որևէ այլ սեփականություն գնել մեր երկրում։ Իսկ ուժեղ Հայաստանի առաջարկած մարդասիրական ծրագրերից կօգտվեն միայն Հայաստանի քաղաքացիները, մանրամասնում է դաշինքի երկրորդ համար փաստաբան Արամ Վարդևանյանը։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Սամվել Կարապետյանի խոստացած 300,000 աշխատատեղերը, որոնք բացվելու են ուժեղ Հայաստանի ընտրվելու դեպքում, միայն հայերի ու Հայաստանի քաղաքացիների համար են, ասում է դաշինքի առաջնորդը։ Բայց ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցվելու դեպքում, ինչի մասին հաճախ լսում ենք Ալիևի շուրթերից, խոստացված տնտեսական բոլոր ծրագրերը հօդս կցնդեն։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու։ Օրինագիծն անվանում են Սաֆարովին կանխարգելման օրենքը, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ էր, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանում ու մինչև հիմա հերոսացվում է։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունները խզել էր Հունգարիայի հետ եւ այն վերականգնվել է միայն 2022 թվականին, ինչը կանխատեսելի էր, որ 2022 թվականին այն վերականգնվելու էր։ Կուսակցության անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հիշեցնում է, այսօր էլ լրջագույն անվտանգային խնդրի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ մեր երկրի 4 մարզում ադրբեջանական զինված ներկայություն կա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաշատն է արծարծվում խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը ու ստորագրված փաստաթղթերին զուգահեռ մեր երկրում ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Երաշխավորվի, ինչը բացառում է այլ պետության